Նախագահական նստավայր է Գերագույն խորհրդի շենքում, սահմանադրական դատարանը Կենտկոմի փոխարեն, ազգային ժողովի տարածքում գերեզմաններ։ Բաղրամյան պողոտան ամենալավ պահպանված փողոցներից մեկն է, այն համարվում էր նաև դեսպանատների փողոցը։ Երևանյան հին ոճի առանձնատներով և փոքրիկ այգիներով փողոցի դեժավյու, ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ։ Կենտկոմի առաջի քարտուղարը Գրիգոր Հարությունյանն զգում էր, որ քաղաքը անպայման պետք է ընդարձակվի դեպի հյուսիս, դեպի Քանաքեռի, դեպի Զեյթունի բարձրավանդակը։ Եվ հետևապես այն ժամանակ գլխավոր ճարտարապետը Մարկ Գրիգորյանն էր։ Դա արդեն Մարկ Գրիգորյանը 37 թվականից էր գլխավոր ճարտարապետ, իսկ Գրիգոր Հարությունյանը աշխատում էր վաղուց։ Եվ իրենց մտահղացմամբ, այսինքն քաղաքի գլխավոր հատակագծի մեջ Բաղրամյան փողոցը կարևոր նշանակություն ունեցավ, հետևաբար եղավ առաջարկ, որպեսզի այդ փողոցը կառուցվի։ Եվ կառույցի հիմքում դրված էր նաև այն, որ պատերազմից հետո, չնայած պատերազմի վերջը չէր, բայց պատերազմից հետո կարծում էին, որ Հայաստանը նաև կունենա իր, ասենք, դեսպանատները եւ այլն, եւ դրանից ավելի լավ տեղ չէր կարող լինել։ Եվ այդպես էլ հիմքը դրվեց եւ հիմա պողոտան, Բաղրամյան պողոտան, մինչեւ բարեկամություն կայանը, մետրոյի կայանը, նա ամենալավ պահպանված փողոցն է մեր, պողոտան է մեր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք շատ բաներ իհարկե աղավաղեցինք, բայց պողոտան աղավաղված չի։ Պողոտան նախատեսում էր առանձնատների ձևով կառուցած շենքեր, 2, 3, 4 հարկանի, որոնք հետ էին դրված կարմիր գծից եւ իրենց դիմաց ունեին այդ փոքրիկ այգիներ, որոնք շատ ներդաշնակ էին այս մեր եւ կլիմային եւ այդ պողոտայի ամբողջ մտահղացմանը։ Իհարկե նոր պողոտայում նաեւ պետքա դրվեր կուսակցության Կենտկոմի շենքը, որը դրվեց Մարկ Գրիգորյանի հեղինակությամբ։ Մի քիչ վերև դրվեց արդեն Գերագույն խորհրդի շենքը, որը հիմա նախագահի նստավայրն է։ Բայց հիմնականում պողոտան, քանի որ սկիզբ էր առնում այսօրվա Ֆրանսիայի հրապարակից, 43-ից մինչև 50-ականների վերջերը, որ ամբողջական կառուցապատում ստացավ, որովհետև 47 թվին, երբ որ արդեն ներգաղթյալները եկան, Պրոշյան փողոցից վերև գտնվող հատվածը տրամվայը գալիս էր այդ բանից, Մաշտոցի պողոտայից, թեքվում էր եւ բարձրանում էր Բաղրամյան պողոտան եւ Պրոշյան փողոցի մոտ ինքը հետ էր վերադառնում, այնտեղ փոքրիկ տենց կայան կար, որ հետ էր վերադառնում։ Դրանից վերև ընկած տարածքը ընդհանրապես ոնց են ասում, անմշակ տարածքներ էին։ Այդ տարածքները տրամադրվեցին ներգաղթյալներին, հիմնականում ձախ կողմի վրա տրամադրվեցին ռումինահայերին, որոնց այդ փոքրիկ շենքերը իրենց միջոցներով կառուցված մինչև հիմա կան։ Աջ կողմը, որ հիմա ամերիկյան համալսարանն է եւ նրա խորքը, տրամադրվեցին հիմնականում Ֆրանսիայից եկողներին եւ տարբեր տեղերից եկողներին։ Այսինքն դրանք նպաստեցին, որպեսզի այն հատվածները, որոնք ոնց որ թե անմարդաբնակ վայրի տեղեր էին, սկսեցին բնակվել։ Մարդիկ ասում էին, որ այդ տեղերում տուն ստանալը այդ համարվում էր, որ քաղաքից ինչ որ ծայրամասեր շատ հեռու եւ իրենց ծնողներին ասում էին, թե ես որտեղ ենք եկել մենք, հեչ կապ չունի քաղաքի հետ։ Այն դեպքում, երբ որ ասենք թե հեռու տեսնող մարդիկ տեսան, որ դա լինելու է քաղաքի ամենատեսարժան, ամենալավ, ամենաբանուկ վայրերից մեկը։ Ֆրանսիայի հրապարակից, երբ որ Բաղրամյան փողոցը գալիս է, այնտեղ երկու հիմնական շենքեր, որոնք ոնց որ թե մուտք են հանդիսանում Բաղրամյան փողոցին, դա Գրիգոր Աղաբաբյանի կողմից եւ Էդմոնդ Տիգրանյանի կողմից կառուցված
բնակելի շենքն է, մյուս կողմից բնակելի շենքը կառուցված է Աննա Տեր-Ավետիքյանի նախագծով եւ քանի որ դրանք տենց հիմք դրվեցին եւ դրանից հետո կա Հայկանուշ Դանիելյանի առանձնատունն է, եւս մի առանձնատուն կար, որը քանդվեց եւ հետո կա Արամ Խաչատրյանի տուն թանգարանը, որը նախկին փոքր նույնպես առանձնատան տեղում էր, որը ընդարձակվեց, սահմանադրական դատարանի տեղում, որը առաջ Երևանի Կենտկոմի շենքն էր, այդտեղ նույնպես մի առանձնատուն կար, որովհետև Ետևի փողոցը նույնպես առանձնատներով էր, այնտեղ Ավետիք Իսահակյանի տուն թանգարանն է եւ այդպիսի շատ գեղեցիկ փողոց կա։ Հետո մեր ճարտարապետները արդեն այստեղ ստացան կառույցներ անելու իրավունքները, ձախ կողմից որ բարձրանում ենք, ուրեմն կառուցվեց գրողների տունը 52 թվականին կարծեմ, թե 54 թվականին շահագործման հանձնվեց, հետո առանձնատներ են եւ մեր միության շենքը դա հանձնվեց շահագործման 56 թվականին, այդ ժամանակներում նաև եղավ ֆիզիկայի ինստիտուտի այս մասնաշենքը, որը հետագայում վերածվեց Կոմսոմոլի Կենտկոմի, եւ այդպես որ մենք վերև ենք բարձրանում, յուրաքանչյուրը արված են շատ մանրակրկիտ, շատ գեղեցիկ շենքեր են, արված են շատ զուսպ, շատ գեղեցիկ նկարված եւ ընդհանրապես ռելիեֆի հետ շատ աշխատող։ Եվ ազգային ժողովի շենքը, որ դրված էր շատ հետ փողոցի գծից, կարմիր գծից, իր առջև ունենալով շատ գեղեցիկ այգի, որը մինչև հիմա էլ կա, նաև ցանկապատ չասենք, այլ դա արդեն դեկորատիվ, այսպես ասած, ցանկապատ է, շատ գեղեցիկ լուծված, փողոցային էլեմենտ, որը այդ այգին է ներառում եւ խորքում ուրեմն բարձրության վրա տեղավորված է ազգային ժողովի շենքը։ Նու մի ժամանակ այնտեղ եղել են գերեզմանոցներ, որը իհարկե այդ ընդհանուր ֆոնի վրա չպաշտպանվեց որևիցե մի բան եւ քանդվեց։ Գիտությունների ակադեմիան, երբ որ հիմնադրվեց 43 թվականին եւ գտնվում էր Սայաթնովա Պողոտայի վրա, 43 թվականին Օրբելին արեց եւ նա դպրոց էր նախկինում եւ վերածվեց Գիտությունների ակադեմիայի, բայց արդեն պահանջ կար Գիտությունների ակադեմիայի շենք սարքելու համար եւ Սամվել Սաֆարյանի նախագծով չհասած Հանրապետության նախագահի նստավայրը կառուցվեց նաեւ ազգային ակադեմիայի շենքը։ Այսինքն դրանք բոլորը մի շատ բարձրաշարժ արված ճարտարապետական գործեր են եւ ազգային մտածողությամբ, ազգային ժառանգության հետևողական լինելով եւ մի նոր հոսանք բերելով նոր մայրաքաղաքի համար։ Մայրաքաղաքը այն ժամանակ երևի թե 300,000-ի սահմաններում էր, կամ նոր մոտենում էր 300,000-ի, որից հետո արդեն երբ որ թափ ստացավ եւ այս Պողոտայի կառուցումով նա Կոմիտաս Պողոտայի սկիզբը դրվեց, Կասյան փողոցով եւ Կոմիտաս Պողոտայի սկիզբը դրեց, որը կատարվեց արդեն մի քիչ ավելի ուշ։ Կառուցվեցին իհարկե բնակելի շենքեր, որտեղ շատ գեղեցիկ բնակելի շենքեր կան մեր շատ հայտնի ճարտարապետների կողմից, Բախշինյանի շենքն է, մի ամառանոց կար շատ գեղեցիկ, որի տեղում հիմա բարձրարկ շենքն է Աշոտ Ալեքսանյանի կողմից սարքված, այս տեղից որ գնում եք Պրոշյան եւ Բարեկամության անկյունում։ Այսինքն շատ սիրված վայր է երևանցիների համար եւ նախկինում ծրագիր կար, որովհետեւ Բաղրամյան փողոցը բարձրանալու ժամանակ ձախ կողմից բարձրությունից, որովհետեւ բարձր է ինքը, երևում էր ամբողջ Արարատի պանորաման եւ միշտ ճարտարապետների մեջ միշտ էլ նստած այն զգացողությունը, որ երբեք այդտեղ շատ բարձրարկ շենք պետքա չլինի, որովհետեւ փողոցից անցնողը շատ հստակ տեսնում էր այդ գեղեցիկ տեսարանը
Արարատյան դաշտավայրը, Արարատի երկակաթով, սակայն այս վերջերս մենք իհարկե այնտեղ մի քանի բարձրարկ տեսանք եւ կարծում եմ այդ բարձրարկները արդեն կշարունակվեն եղած տեղերում, որովհետեւ այդ տեղերում նույնպես կային առանձնատներ իրենց պարտեզներով։ Գևորգ Թամանյանը կառուցել է Չեխովի անվան դպրոցը։ Սամվել Սաֆարյանը կար նախկինում այսպես կոչված մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ, որը հիմա Սիրիայի դեսպանությունը չէ, Չինաստանի դեսպանությունն է։ Կողքը տեխնիկայի տունն էր, որը նույնպես արել է Գևորգ Թամանյանը։ Դրանք բոլորը ամեն մեկը ինքնուրույն լուծված շատ գեղեցիկ առանձնատներ են։ Ամեն ինչով, իրենց մասշտաբով, իրենց կանաչի մեջ կորած տենց գեղեցիկ միջավայրով եւ ոչ թե նրանք իրար թե ով ավելի լավ է, այդ իրար լրացնող շենքեր են։ Այսինքն կարող եք ման գալ այս մեր դիմաց Մարկ Գրիգորյանի առանձնատունն է, նույնպես շատ գեղեցիկ արած նախկինում այդտեղ գրադարան կար, շատ գեղեցիկ արված են, այսինքն կարող եք ժամերով նայել։ Եվ այստեղ էլ հիմա երբ որ տուրիստներ են անցնում, ես նկատում եմ բոլորը սկսած մեր ճարտարապետների տնից սկսած այդ բոլոր առանձնատներից կանգնում եւ նկարում են, որովհետեւ իրանց համար շատ հետաքրքիր է այս հզոր պողոտայի վրա այդպիսի գեղեցիկ տենց մենատներ, որոնք պահպանվել են եւ հույս ունեմ, որ որևէ ոտնձգություն չի լինի եւ նրանք կպահպանվեն։ Կար դպրոց, Թամանյանական դպրոց, որի ազդեցությունը շատ ուժեղ էր եւ որը հետո ոչ թե ուժեղ էր եւ դրա համար պահպանվեց, այլ տեսան, որ դրանից միասնական, դրանից մարդկանց համար շատ գեղեցիկ միջավայր ստեղծելու ճարտարապետություն ընդհանրապես բացատրել հնարավոր չէր։ Ուրիշ բան արդեն չես էլ ուզում պատկերացնել։ Եվ այդպես էլ լուծվել են դրանք բոլորը։ Իրենց տարբեր, տեսեք ինչքան մարդիկ են դեղ աշխատել, ճարտարապետներ, տարբեր ձեռքով, տարբեր տրամադրվածությամբ, բայց բոլորը մի ընդհանուր այդ Թամանյանական դպրոցի եւ մեր հայ ճարտարապետության ժառանգականության հիման վրա կառուցված։ Տարբեր են, իրար լրացնող են, հարստացնող են եւ այդտեղ կարող ես ժամերով անցնել եւ բոլորովին չձանձրանալ։ Խնդիրը նրանումն է, որ իհարկե մեր քաղաքի կենտրոնը պետք է այս իր գողտրիկ այդ վայրերը կարողանա պահի։ Խնդիրը նրանումն է, որ փոխվեց ընդհանրապես քաղաքաշինական քաղաքականությունը։ Եթե նախկինում մենք պատվիրատու ունեինք եւ դա պետություններ եւ պետությունը ուշով հետևում էր, որպեսզի այդ կանոնները բոլորը կատարվեն։ Իհարկե եղել են նաեւ թերացումներ, բայց այդ բոլոր կանոնները կատարվել են։ Եվ քանի որ քաղաքականությունը տանողը այդ պետությունն էր, դրա համար շատ թե քիչ ծանր մենք խնդիրներ չենք ունեցել։ Հիմա 90 թվականից հետո որևիցե քաղաքաշինական քաղաքականություն, որ մենք որդեգրած լինենք, չկա։ Կա ուղղակի անզուսպ ցանկություն յուրաքանչյուր տարածք հնարավորինս մեծ շենքով ամրացնել։ Մեծ շենքով ինչի համար, այսինքն եթե տրված է մի տարածք 100% կառուցապատում է գնում, ինչի համար, որովհետև կառուցապատողը դա անհատ է, դա ինվեստիցիա անում քաղաքի համար, հնարավոր լավ բաներից մեկն է, աշխատատեղեր եւ այլն, որ հիմա պետությունը չի կարողանում գումարներ տրամադրի որևէ շինության համար։ Նրա տոկոս հիմա շատ քիչ է, երևի 10% էլ չի հասնում այս ընդհանուր կառուցապատման այդ տեմպերի մեջ։ Եվ հետևապես եկավ այդ ժամանակաշրջանը, որտեղ մենք ընդհուպ բախվեցինք սեփականատիրոջ ցանկությունների հետ, որը երբեմն հաղթահարել, ոչ թե երբեմն, 90%-ով մենք չկարողացանք հաղթահարել այդ ընդհարումներից մենք պարտված դուրս եկանք։ Չկար ընդհանուր գիծ, ռազմավարություն, բնական է, որ սեփականատերերը ցանկանում էին գնել այն հողակտորները, որոնք թանկ արժեն եւ որոնք այսօր կարող են դնել շրջանառության մեջ։
Այդպես ծնվեցին մեր բոլոր այս նորակառույցները։ Իհարկե կարելի էր զսպել դրանց, որովհետև մեզ դեռևս 91 թվականին ամերիկյան ճարտարապետները, որ եկան տեսնեն ինչպես է եւ այլն, չէ, այդ ժամանակները բացվել էին, եւ նրանք մի հետաքրքիր բան ասեցին, որ դուք ասում եք շատ դրական վիճակում եք այն առումով, որ ձեր քաղաքի կենտրոնը հիմնականում պետական տարածքներ են եւ մինչեւ վերջ աշխատեք դրանք պահել, աշխատեք որպեսզի կենտրոնից դուրս սկսեն կառուցապատումը, որովհետեւ կենտրոնի հողերը դրանք հետո շատ թանկ են գնահատվելու եւ հետո առաջի մուտքը սեփականատիրոջ աղավաղելու է ամեն ինչ։ Ոնց որ նրանք գիտեին, իհարկե իրենց փորձից ելնելով, այն ինչ որ մենք չկարողացանք անեինք։ Մեզ հիմա էլ է պակասում քաղաքաշինական քաղաքականություն վարել ընդհանուր։ Կա իհարկե հիմնական մեր պետության, հանրապետության հիմնական փաստաթուղթը, տարաբնակեցման փաստաթուղթը, բայց նա թղթի վրա է մնում, ցավոք, որովհետև բազմաթիվ ուրիշ խնդիրներ արգելակում են, որպեսզի այդ փաստաթուղթը, որը նշանակում է, որ բնակավայրերը համաչափ տեղադրվեն եւ յուրաքանչյուրը ունենա իր համար անհրաժեշտ մարդու համար բնակելի քիչ թե շատ բարվոք պայմաններ։ Իսկ մեր մոտ դեռևս կուտակումը գնում է դեպի Երևան։ Նախկինում գոնե 2-3 քաղաքի վրա էր գնում, բայց հիմա առավել կուտակում է գնում դեպի Երևան, որտեղ ֆինանսական շարժերն են, աշխուժությունը այստեղ է։ Բնականաբար դա խնդիր է, որ պետք է լուծվի։ Իսկ միշտ էլ եղել են որոշակի, ասենք թե, լոկալ նախագծեր, որ արվի, ասենք թե, արդեն մոխրացած, ասենք թե, մենք շրջաններ ունենք, արդյունաբերական շրջաններ, որտեղ նախկին արդյունաբերական տարածքները, որ զբաղացնում էին գործարանները, հսկայական հեկտարներ են կազմում, որոնք այսօր պետք չեն։ Նախ տեխնոլոգիապես, եթե նույն գործարանը անենք, նրա 1/10 վրա կարող է անի եւ մնացած հողերը ազատվեն։ Արվել են որոշ էսքիզներ, նույնիսկ նախագծեր, որպեսզի ֆինանսական կամ գործառնական կենտրոնը ինչքան հնարավոր է քաղաքի այս մեր կենտրոնից, որը նաև ունի մեծ հուշարձանային շերտեր, դուրս բերվի եւ արվի հենց այդ հողերի վրա, բայց դրա համար մեծ հատկացումներ են պետք գոնե պետության կողմից։ Իսկ նրանք, ովքեր գնել են այդ գործարանները, նրանք չեն ուզում դրանք բոլորը մի միասնական ծրագրով կառուցվեն։ Համենայն դեպս ես այդպես եմ զգում, որովհետև այդ կառույցները վերջին հաշվով տերեր ունեն։ Պետությունը չի կարողանում նրանց ստիպի, որպեսզի նրանք շարժվեն, նա նրանց համար դառնում է ռեզերվային ինչ-որ միջոցներ, որ երբ որ իրանց համար հարկ կլինի, այդ ժամանակ սկսեն աշխատեցնել։ Բայց բոլորովին հակառակը դիլներ, որովհետև երբեմն եւ ոչ քիչ այդ ամբողջ շահերը գնում է քաղաքին դեմ։ Իսկ քաղաքը այստեղ պետքա թելադրողը լինի։ Քանի որ Երևանի բյուջեում քիչ փող կա նման մեծ ծրագրեր անելու համար, հետևաբար յուրաքանչյուր ինվեստորի գումարներ, ասենք, դա կլինի $10 միլիոն, $50 միլիոն, թույլ են տալիս այդ ինվեստորին անել այն, ինչ որ ինքը ցանկանում է։